այսօր եկել եք ներկայ գտնվում մեր համաժողովին, պատասխանեմ սիրով ձեր բոլոր հարցերին։ Եթե կարելի է պարոն Հա, ուղղակի հերթով բոլոր հարցերին պատասխանեմ։ Պարոն Արքոյան, եթե կարելի է խնդրեմ արձագանքեք Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությանը, որով նա ձեզ ասում է, որ կարգին այդ վիտակը օգտագործելով եկավ ու հիմա այնպիսի տպավորություն է ստեղծում, թե ինքն է հեղափոխությունն արել, նաև ասում է, որ ինքը այդպես էլ չի ցանկացել, որ ձեզ ներկայացնի որպես արդեն քաղաքապետի թեկնածու։ Ինչ հարաբերություններ են եղել ձեր մեջ, ինչ վեճ եք ունեցել ու ինչպես կարձագանքեք այս հայտարարությունը։ Այսինքն զրույցը սկսենք բամբասանքներից։ Դե հայտարարություն Ցավում եմ, որ քաղաքական դաշտը վերածվել է բամբասանքների, ոչ թե քաղաքական խոսքի։ Կարծում եմ պարոն Սիմոնյանի պատասխանը համացանցերը տվեցին, շատ հետաքրքիր տեսանյութ էին տարածել երիտասարդները, դրանից ավել ասելու բան չունեմ։ Պարոն ասում է, որ անարդար է իր հանդեպ այն, որ դուք դարձաք քաղաքապետ կարգի կարգավորման ոչ թե ինքը։ Տեսնում եք անարդարության Ես քաղաքապետ եմ դարձել ժողովրդի քվեի շնորհիվ։ Եվ ժողովուրդն է որոշել, ով է լինելու քաղաքապետ։ Եվ փառք Աստծուն, որ ես ունեցել եմ այդ հնարավորությունը, որովհետև հնարավորություն եմ ունեցել ծառայելու երևանցիներին 3 տարի, ցավում եմ, որ 3 տարի դա տևեց, բայց դա տևեց 3 տարի, որովհետև մեր գաղափարները, մեր սկզբունքները այդտեղ արդեն բաժանվեցին իմ եւ ՔՊ-ի։ Հայտարարեցիք, որ դուք եք վարչապետի թեկնածու եւ մասնակցում եք ընտրություններին, նաեւ քննադատեցիք մյուս ուժերին, որոնք որ արդեն իսկ հայտարարել են մասնակցության մասին, հաշվի առնելով այդ քննադատությունները դուք պատրաստվում եք որևէ մեկի հետ համագործակցել, այսինքն կազմել քննարկումներ կան այդ ուղղությամբ։ Շատ շնորհակալ եմ, ես իմ ելույթում նշեցի, որ սա քննադատություն չէր, այլ ուղղակի փաստերի արձանագրում, ճշմարտություն, որը պետք է ընտրություններից առաջ խոսել այդ ճշմարտության մասին, անընդհատ պետք է խոսել, որպեսզի մարդիկ իմանան ընտրություն կատարելիս ում են ընտրելու, իմանան ամբողջ ճշմարտությունը, ոչ միայն քողարկված փաստերը։ Հա, մենք քննարկումներ ունեցել ենք տարբեր քաղաքական ուժերի հետ, մինչև ընտրությունները դաշինքներ կամ ինչ-որ կոալիցիաներ կազմելու մասին, այնուամենայնիվ մեր վարչությունը որոշում է ընդունել, որ մենք մեր կուսակցություններ ենք գնում ընտրություններին։ Ընտրությունների հետո, այսինքն հետընտրական դաշինք որևէ մեկի հետ պատրաստվում եք, ասենք Սամվել Կարապետյանի ուժի, Գահիկ Ծառուկյանի ուժի հետ։ Այստեղ կարող է նախանշել կարմիր գծերը, որը մենք ունենք։ Մեր կարմիր գծերն են, մենք վստահ կարող ենք ասել, ում հետ չենք համագործակցելու, չենք համագործակցելու գործող իշխանության հետ, ՔՊ-ի հետ, չենք համագործակցելու Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժի հետ։ Մնացած ուժերի հետ կապված, եթե դուք հարցում եք ունեք Սամվել Կարապետյանի ուժի մասին, մենք կարող ենք հետևելը հայտարարել։ Մենք այդտեղ ունենք իրենց ուժի հետ շատ առանցքային տարաձայնություն։ Մենք տեսնում ենք մեր պետության զարգացումը եվրոպական մոդելով, իրենք կարծում դա չեն տեսնում եւ նաեւ կաշկանդվածություն ունեն։ Եթե process-ները այնպես գնաց հետընտրական, որ կարիք լինի, հա, մեր դիրքորոշումը հայտարարել, ես այսօր կարող եմ ասել, իրենց ուժը թող հայտարարի, որ իրենք տեսնում են մեր պետության զարգացումը եվրոպական ուղով, Եվրոմիությունում, դա կնշանակի, որ ամենամեծ տարաձայնությունը, որը մենք ունենք, այս պահին գաղափարական, այլևս չի լինի։ Իսկ ավելի փոքր հարցերը կարելի է քննարկել։ Այդ իրենց ուժի հետ եք քննարկումներ արել, ասացիք բոլոր ուժերի հետ։ Չեմ ասել բոլոր, ասում եմ որոշ ուժերի հետ, իրենց ուժի հետ քննարկում չի եղել։ Գագիկ Ծառուկյանի ուժի հետ եղել։ Ես հիմա չեմ ուզում բացեմ փակագծերը, Գագիկի հետ։ ես չեմ ուզում բացեմ փակագծերը, որոշ ուժերի հետ քննարկումներ են եղել, բայց այնուամենայնիվ մենք որոշում ենք կայացրել, որ մենք գնում ենք ընտրությունների նորույթ կուսակցություն։ Խնդրում եմ մնացածներ Պարոն Մարության, դուք ասացիք, որ եվրոպական մոդելի կողմնակիցներից եք, բայց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը գրառում էր արևելացի եւ ասել, որ համոզում ունի, որ դուք ռուսական ուժերի շրջանակների հետ եք համագործակցում, կա նման բան թե չէ։ Այդ մարդիկ, ովքեր նման բաներ են ասում, կներեք, բայց ստախոսներ են, հազար ներողություն, իրենք սուտ են տարածում նաև տարբեր քաղաքական ուժերի ղեկավարներ դրա մասին։ Ես շատ եմ ցավում իսկապես, որ մեր քաղաքական դաշտը վերածվել է բամբասանքների շարքի, ինչպես ես սկսեցինք հարցազրույցը։ Սա քաղաքականություն է, այստեղ բամբասանքներով չի կարելի առաջնորդել, դրա համար ես վիճակին ենք հասել։ Կամ փաստ ես ներկայացնում, կամ ինչ-որ մի
գոնե արգումենտ ես ներկայացնում, կամ էլ ուղղակի լռում ես եւ չի կարելի մարդկանց մասին սուտ ինֆորմացիա տարածել։ Դա կարծում եմ մասնավորապես իշխող ուժի սազական չի։ Պարոն Մարուկյան, դուք այս շնորհանդեսին ներկայացրեցիք տարբեր ուժերի հետ կապված ձեր տարբեր գնահատականները, ինչպես դուք ասեցիք, անուն կպցնելով, հա, նրանցից յուրաքանչյուրին, քաղաքական դաշտում ում տեսնելիս դուք կարող եք ասել վստահաբար, արա ոնց եմ ես քեզանից զսպում։ Բնականաբար նորից եմ կրկնում, ես ոչ թե անուն կպցրեցի, հակառակ ասեցի մարդիկ ասեն անուն ես կպցրում, բայց ես ասում եմ ոչ դա ճշմարտություն է, այսինքն ես ճշմարտություններ ասեցի, այն ճշմարտությունները, որոնք մեր ժողովուրդը գիտի։ Եվ անգամ եթե փորձում են խաբել ժողովուրդը շատ լավ, շատ հմուտ է ժողովուրդը, շատ լավ տողապարկեն տեսնում է։ Բոլորի մասին ամեն ինչ գիտեն։ Ուղղակի ընտրություններից առաջ այդ ճշմարտությունը պետք է անդադ կրկնել, որպեսզի ընտրության ժամանակ մարդիկ ճիշտ կողմեն։ Կապված մնացած ձեր հարցը։ Ես շատ բաներ կան, շատ մարդկային դրսևորումներ կան, որոնք չեմ սիրում, բայց այդպես անհատների անցնեմ չի կարելի։ Քիչ առաջ խոսում ենք էթիկայի մասին։ Ես արդեն նախանշեցի, մենք ունենք կարմիր գծեր, այդ կարմիր գծերը ես ասել եմ, մնացածը եկեք այսպես պայմանավորենք, սա քաղաքականություն է, սա քաղաքական դաշտ է, նորից եմ ասում, բամբասակների տեղ չի, ինչ-որ մարդկանց քմահաճույքների տեղ չի, քաղաքականությունը նշանակում է պետք է քաղաքականություն անես, իսկ քաղաքականությունը, քանի որ մենք գնում ենք պարլամենտարիզմի, ցավոք սրտի շատ հեռու ենք դեռ, որովհետև այն մոդելը, որը պետք է աշխատի, որը աշխատում է արևմտյան երկրներում, մեզ մոտ ցավոք սրտի չի աշխատում։ Բայց այնուամենայնիվ պարլամենտարիզմը հենց նրա մասին է, որ տարբեր քաղաքական ուժեր ստանում են ժողովրդի քվեն եւ փորձում են ժողովրդի ստացած քվեի շնորհիվ իրականացնել իրենց ծրագրերը։ Ինքնանպատակ չի։ Շնորհակալություն։ Հա։ Ինքնանպատակ չի։ Խնդրեմ ասեք իրոք մի քիչ լրություն լինի, էլի այնտեղ։ Ինքնանպատակ չի լինել իշխանություն, ինքնանպատակ չի լինել ընդդիմություն, լինել պարլամենտում։ Ինքնանպատակ եւ կարևոր նպատակն է քո ծրագրերը իրականացնել, որովհետեւ քո ծրագրերի համար են քեզ տվել քվեն։ Իհարկե մեզ մոտ դա արդեն մոռացել են քաղաքական ուժերը, որ ծրագրի համար են տալիս, բայց ծրագրի համար է քեզ մարդը տալիս քվեն, որ դու իրականացնես այդ ծրագիրը։ Եվ այստեղ ամենակարևոր առաքելությունը քաղաքական ուժի իրականացնել ծրագիրը եւ որ ուժի հետ կհամագործակցես, որ ուժի հետ չես համագործակցի։ Դա չի էականը, էականը ծրագիրը իրականացնելը, բայց ես ինչ եմ ասում կարմիր գծեր, որովհետև ես համոզված եմ, որ այդ ուժերը արդեն իրենց ցույց են տվել, հնարավոր չի իրենց հետ իրականացնել այդ ծրագրերը, օրինակ ՔՊ-ի հետ ես 3 տարի աշխատել եմ, ես տեսնում եմ, որ այն ծրագրերը, որը մենք նախանշել ենք հեղափոխության ժամանակ, այն սկզբունքները, որոնց մասին մենք հայտարարել ենք 18 թվականին, սկսեցին քիչ հոտս ցնդել, եւ մեր հիմնական խզումը ՔՊ-ի հետ հենց այդ սկզբունքների մասով է ժողովուրդ։ Այդ ամեն ինչ որ դուք տեսնում եք եւ ժողովուրդը տեսնում է, այն ամեն ինչ մարդիկ դնում են 18 թվականի տեսանյութերը, հետո դնում են մնացած տարիների տեսանյութերը, տեսնում լրիվ նաեւ ես, այո, նաեւ ես մեր քաղաքական թիմը ներկայացնում եմ, այո, խորը հակասում եմ։ Սա է մեր խզման պատճառը։ Եվ դրա համար արդեն այսօր հստակ ասում եմ, որ այդ մարդկանց հետ ճանապարհ չունեմ անցնելու, անիմաստ է, եւ նաեւ տեսել եմ այլ մարդկանց գործունեությունը, իսկ ինչպես հայտնի է, մարդիկ ասում են 40-ից հետո չեն փոխվում։ Պարոն եւ ինչպեսի կանխատեսումներ դուք ունեք կարողանաք արդյոք հաղթարել անցողի շեմը, թե ոչ, որովհետեւ միայնակ եք համասնացում եւ այսպես միասնական մասնակցելու նախընտրական շրջանում միանալ եւ մասնակցելը կարծես թե ավելի մեծ ձայներ է բերում, ավելի մեծ ուժ է սանում եւ արդյոք ձեզ չեն մեղադրի հետագայում ընդդիմադիրները ձայները փոշիացնելու մեջ եւ եւս մեկ հարց քարոզարշավի հետ կապված այսպես մամուլում լուր էր հրապարակվել, որ այսպես հումորային եք հա փորձելու անցկացնել քարոզարշավը նաեւ սոցցանցերում տեսանյութեր հրապարակելով, ինչպես եք պատկերացնում ամեն բակ տուն թաղեք գնալու, ինչպես եք անում։ Շատ շնորհակալ եմ, սկսեմ վերջից, մենք արդեն հայտարարել ենք, որ սկսում ենք մեր մարզային հանդիպումները, օգտվելով առիթ ուզում եմ ասել, որ ամսի 24-ին կլինենք Իջևանում, 25-ին կլինենք նոյեմբերանում, 27-ին կլինենք Չարենցավանում, 30-ին կլինենք Սևանում եւ այս ցուցակը շարունակել է լինելու, շուտով կհայտարարենք արդեն կհրապարակենք ապրիլի մեր մարզային հանդիպումները, սա էս մասով, հումորի հետ կապված ասեմ, որ հումորը կարծում եմ ամենալավ ձևն է
իրականություն եւ ճշմարտությունը տեղ հասցնելու այսինքն այն մեսիջները, որ մենք ուզում ենք հասցնենք տեղ, որ մարդկանց ցույց տանք, հա, խնդիրները, խնդիրները, կարող ենք նաև օգտագործել հումորը, բայց բնականաբար մնացած քաղաքական process-ը լուրջ է լինելու, որովհետեւ սա, ինչպես նշեցի, լուրջ process է եւ այստեղ կատակների տեղը չի։ Փոշիացնելու հետ կապված, նորից եմ ասում, սա կեղծ օրակարգ է։ Ինչու՞։ Որովհետեւ մենք անընդհատ խոսում ենք մի բանի մասին, որը պարլամենտարիզմի հետ ոչ մի կապ չունի։ Օրինակ մենք մեր ծրագրում կետ ունենք եւ դա Հոլանդիայի Նիդերլանդերի փորձից ենք վերցրել, որ եթե ժողովուրդը մեզ այդ քվեն տա, մենք տանելու ենք առաջ, որպեսզի շեմը իջացնենք մինչեւ 1%, որ ավելի շատ լսված լինեն քաղաքական ուժերը, որովհետեւ այսօր ցավոք սրտի ռեսուրս ունեն այն քաղաքական ուժերը, ինչպես ես նշեցի նաև իմ ելույթի մեջ, որոնք ֆինանսավորում են որոշակի աղբյուրներից եւ որոշակի ոչ բարենպաստ աղբյուրներից, ֆինանսավորում են տարբեր պետություններից եւ այլն, բայց տեղ չկա մարդկանց, քաղաքական գործիչների, քաղաքական միավորների եւ նոր սկսնակ կուսակցությունների, որոնց մեջ շատ լավ մարդիկ կան, արդար, ազնիվ, իրենք ուղղակի չեն կարող նախ այդ ռեսուրսները չունեն, չեն տիրապետում այդ ռեսուրսները եւ բնականաբար առանց ռեսուրսների չեն կարող անցնել այդ 4% կամ առաջ 5%, այսօր արդեն 4% շեմը եւ ուստի իջացնելով շեմը դու թույլ կտաս նաեւ ազնիվ նորմալ մարդկանց ներկայացված լինել պարլամենտում։ Եվ այստեղ այդ փոշիացնելու մասին նորից եմ ասում, սա կեղծ օրակարգ է։ Մենք խոսում ենք գաղափարների մասին։ Այստեղ կարևոր են գաղափարները։ Պետք է բոլոր քաղաքական ուժերն էլ կարողանան ներկայացնել իրենց գաղափարները եւ մարդիկ այդ գաղափարների համար պետք է իրենց ձայն տան։ Ամեն մեկը ով ուզում է։ Ինչպես նկատել եք անցած ընտրությունները, եթե ուշադիր հետևացին եք 23 թվականի քաղաքապետարանի կամ ավականու Երևանի ավականու ընտրությունների ժամանակ մենք դրամահավաք ենք արել, ամենակիչ ծախսած ամենակիչ գումար ծախսած քաղաքական ուժն ենք եւ այդ փոքրագույն ես կասեի ռեսուրսներով արձանագրել ենք եւ գրանցել ենք, կարելի ասել հաղթանակ այն առումով, որ ամբողջ սպեկտրում ընդդիմադիր ուժերի մենք առաջին տեղն ենք գրավել, ասեմ ավելին, եթե որոշ քաղաքական ընդդիմադիր ուժեր չգնային վաճառվելու ճանապարհով, ապա վստահաբար կարելի էր ձևավորել իշխանություն, քաղաքային իշխանություն, բայց ցավում նորից եմ ասում, ցավում եմ, որ մեզ մոտ դեռ մարդիկ հավաքում են ձայներ, ստանում են մարդկանց ձայները, այնուհետև այդ ձայները օգտագործվում են անձնական իրենց շահերի համար։ Շանսերը ձեր ինչքան է գնահատում, քանի տոկոս ձայն ունեք։ Շանսերը ձեր ինչքան է գնահատում, քանի տոկոս ձայն ունեք։ Դե այդ գնահատականները մի քիչ անշնորհակալ հարց է, եթե մենք վստահություն չունենայինք, որ անցնելու ենք առնվազն անցողիկ շեմը, մենք չենք մասնակցելու, որովհետև նորից եմ ասում, ինքնանպատակ չէ, մեր ինքնանպատակը մեր նպատակն է մեր ծրագիրը իրականացնելը։ Մենք ունենք ծրագիր մաքսիմում եւ ծրագիր մինիմում։ Մեր ծրագիր մաքսիմումը իշխանափոխությունն է։ Մեր ծրագիր մինիմումը ընդդիմափոխությունն է։ Ռեալ է, որ եւ շատ կարեւոր է համասություն կձևավորեք եւ նորից ասեմ, մեր ծրագիր մաքսիմումը իշխանափոխությունն է։ Ծրագիր մինիմումը ընդդիմափոխություն է։ Դա ինչ է նշանակում։ Երկուսն էլ այսօր խնդիրներ ունեն, արատավոր են։ Այսօր քաղաքական դաշտը, այսօր պարլամենտում մեր խոսույթը այն բոշա փչացած, գիտեք այդ հայտնի սկեչը։ Չէ, դե դրանք չեմ ասում, ես սկեչից եմ օրինակ բերում, ավելի բարի, հա, բոշա փչացած վիճակն է։ Մեկը մեկին ասում է դավաճան, մեկը մյուսին ասում է թալանչի ու ամբողջ օրը այդ խոսակցությունն է։ Անկամ եթե ինչ որ մի իշխանական կամ ընդդիմադիր, հա, քաղաքական գործիչ դուրս է գալիս ամբիոն, իրական ճիշտ բան է ասում, իրեն արձագանքը կապ բաց արձակ ոչ մի կապ չունի թեմայի հետ եւ ոչ մի կապ չունի իր ասածի հետ։ Ուղղակի սկսում են պիտակավորել եւ անցնում են առաջ։ Այդ դրա համար մենք այս 5 տարին թոփում ենք նույն տեղում, ոչ մի առաջընթաց չկա։ Մեր քաղաքական դաշտը այսօր լրջագույն խնդրի առաջ է կանգնած եւ այդ խնդրի մեջ ենք մենք։ Այսինքն ծրագրի մինիմումը, հա, փողոց դուրս գալի կարիք, ես դուրս եմ եկել 20 տարի փողոց, պայքարել եմ իշխանափոխության համար, գիտեք ինչու, որովհետև այն ժամանակ քվեով չէր լինում փոխել։ Այսօր մենք տեսնում ենք, պարզ, օրինակ Երևանի ընտրությունները ասեմ, մենք բոլորս եղել ենք, դիտել ենք, ընտրատարածքներում ընտրությունները անցել են նորմալ։ Ցավում եմ, շատ եմ ցավում, որ մեր բնակիչները քիչ մասնակցություն են ցուցաբերել։ Այսինքն 100 հոգուց 28%-ն է մասնակցել։ Պատկերացնեք 100 երևանցուց 28-ն են եկել ընտրատեղամաս։ Դա կազմակերպել է ճակերտավոր իշխանությունը, այսինքն
ապաթիայի է բերում ժողովրդին, բերում է այն գիտակցման ժողովրդի, որ ձեզ այնց ոչ մի բան կախված չի, ինչ էլ անեք մեկը մենք ենք մնալու, ոչ մի բան չի փոխում եւ այլն, այսինքն մարդկանց ովքեր չեն եկել, ասում ես լավ եղբայր կամ քույր, ինչու չեք եկել, ասում է դե ոչ մի բան մեկը չի փոխվելու, ինչ ուզում անում են, ուրեմն հարգելիներս, խնդրում եմ, սիրելի ժողովուրդ, հիմա ես ձեզ եմ դիմում, այդպես չի, վստահեցնում եմ ձեզ, օրինակ Երևանի ընտրություններում 28%-ի տեղը 45-50% որ բնակչության գար, վստահաբար շատ ամեն ինչ փոխվելու է եւ այսօր դուք տրանսպորտի համար ոչ թե 150 դրամ եք տալու, այլ նույն 100 դրամն եք տալու։ Ձեր կարմիր գծերի համար տարեկան ոչ թե 160,000 դրամ եք տալու, այլ նույն գումարն եք տալու։ Եվ այլ շատ փոսերի մեջ չեք ընկնելու, այսինքն լինելու էր շատ ավելի նորմալ քաղաքային իշխանություն, որը կմտածեր ձեր մասին, ոչ թե իր սեփական կամ թիմային շահերի մասին։ Դուք սպասում եք, որ կարող է պարոն Մարությանը այսպես ճակերտավոր անակնկալ լինել ընտրություններից առաջ, օրինակ ձեր դեմ նոր քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ։ Ես չեմ սպասում այդպիսի բաներ, որովհետև նախ իմ պաշտոնավարումից հետո արդեն քանի տարի անցել է եւ բոլորը մասնավորապես առաջի 3 տարին շատ sense մանրակրկիտ խոշորացույցի տակ իմ գործունեությունը ուսումնասիրել են, որովհետև ես հարմար մարդ չեմ էլ իշխանության համար եւ ոչ մի քրեական գործ հարուցված չկա եւ նրա համար չէ որ ինչ որ վայ չեն գտել, այլ իսկապես մենք ինչքան էլ դա զարմանալի չի, հա, Հայաստանի իրականության համար, որ կարելի է աշխատել քաղաքապետ կամ ինչ որ բարձրաստիճան պաշտոնյա, բայց մենք աշխատել ենք ազնիվ, մաքսիմալ փորձել ենք անել քաղաքի համար եւ նորից եմ ասում, շատ մարդիկ իմ հարազատներ, ընկերներ այսօր նեղացած են ինձանից, իրենք չգիտես ինչի պատկերացնում են, որ պետք է ինչ որ արտոնություններ ունենան, չեն ունեցել եւ նաեւ այն ժամանակ շատ էին եղանում ԿՊԱ-կանները, որովհետև իրենք էլ էին կարծում, որ ինչ-որ արտոնություններ պետք է ունենան, բայց չեն ստացել այդ արտոնությունները, ուղղակի ցավոք սրտի այդ ազնիվ կառավարումը, ասեմ, կամ գիտեք, ասում եմ դա լավ չի, դա նորմալ է։ Ասեմ, այդ նորմալ կառավարումը տևեց ընդամենը 3 տարի, այսինքն փաստը ցույց է տալիս, որ եթե գալիս է մարդ, թիմ, որը ուզում է նորմալ կառավարել, դա տևում է 3 տարի։ Բայց ինչի անուններ չեք տալիս կառավարության։ Դե անուններ տվեք, ովքեր են այդ ԿՊԱ-կանները, որոնք ձեզանից ակնկալել են ապօրինի ինչ-որ արտոնություններ ու դուք չեք գնացել դրան։ Իսկ ինչի համար անուններ տամ։ Կարիք չկա անունները տալու։ Միևնույնն է, ես ասում եմ, հանրությունը պետք է իմանա, որ այդ կուսակցության անդամներն են եղել։ Ընդ որում շատ տարբեր եւ հետաքրքիր առաջարկներ եղել։ Օրինակ եղել բացարձակ կաշկանդված, չեմ ուզում։ Ես ասեմ ավելի տալու համար Աչուձախ նախորդ ավականունիստին։ Այդ փոխքաղաքապետը ձեր անուններ տալի, ձեր խմբակցության անդամը։ Հարցը, թե ինչ էստեք։ Հարցը Դուք ասում եք այսպես ձևակերպել լավ կառավարման մասին եք խոսում, պարոն Մարության, բայց ԿՊԱ-կանները դեռ ազնիվ կառավարման մասին է խոսում, քրեական գործերի մասին է խոսքը, լավ կառավարումը ժողովուրդն է գնահատում։ Ես ինքս իմ մասին չեմ ասում, օ, տեսեք ինչ լավ է կառավարում։ Քաղաքապետն է Աչուձախին թույլտվություններ տվել, քաղաքը սարքել է շինարարական բում։ Ուրեմն նախ շատ տեղ նշեմ, որ կառավարությունը ավոր մեծ ջանքեր էր գործադրում, որպեսզի լինի շինարարական բում, բայց այնուամենայնիվ անկախ դրանից, քանի որ թիմը մեր Երևանի քաղաքապետարանը, այսինքն առաջին անգամ երևի Հայաստանի պատմության մեջ եղել է անկախ, այսինքն ոչ ոք չէր կարող ինչ որ մեկին հանել աշխատանքից կամ նշանակել աշխատանքի կառավարությունից կամ թեկուզ sense երկրի ղեկավարը, չէին կարող ինչ որ գրառման համար մեկին հանեին, չնայած ցանկությունները այդպես լինում էր, ինչ պատճառներով քաղաքական դիրքորոշման հանեին, քաղաքական դիրքորոշման համար հանեին մարդկանց։ Սա միակ 3 տարին էր Հայաստանի պատմության մեջ, ըստ իս կարծում եմ, եթե եղել են այլ այդպիսի դեպքեր խնդրում թող արձանագրվեն, որ թիմը տեղական ինքնակառավարման մարմին եղել է տեղական ինքնակառավարման մարմին եւ գործել է անկախ 100%-ով անկախ, բայց վերադառնալով ձեր ասացին, կան օրենքներ եւ ես աշխատել եմ օրենքներով։ Օրենքներում հստակ գրված է, եթե մարդուն կամ քաղաքացուն կամ ինչ որ ընկերությանը հասնում է ինչ որ մի շինթույլտվություն, ինքը այդ օրենքով, ինքը այդ շինթույլտվությունը պետք է ստանա։ Եթե չի հասնում, ինքը չի ստանում։ Ես օրենսդիր մարմին չեմ։ Ես մարդ եմ, որը կատարում է օրենքները։ Եվ նաև դրա պատճառով, որ մինչև օրս ոչ մի այսպես ասած ձեր ասած այդ քրեական գործ կամ չգիտեմ ինչ որ վարույթներ չկան, ինչու, որովհետև
եւ քննչական մարմինները եւ այդ ստուգող մարմինները շատ լավ տեսնում են, որ ես գործել եմ 100%-ով օրենքի սահմաններում, օրենքի սահմաններում, չգիտեմ, այդ արդեն իրենց հետ, ես գործել եմ օրենքի սահմաններում, սա շատ կարևոր է, այո, մեր օրենսդրությունը շատ փոփոխման տեղ ունի, շատ, հենց թեկուզ կառուցապատման ոլորտում։ Եվ նաև դրա համար ենք մենք գնում ընտրությունների, որովհետև իրական որոշումները եւ իրական խնդիրների լուծումը նաև պարլամենտում են։ Եվ մենք լինելով անգամ այդտեղ, հա, քաղաքապետարանում, լինելով ավականու անդամներ, մեր շատ թիմակից ընկերներ, ուղղակի չենք կարողանում մեր պատկերացրածով ճիշտ բաները իրականացնել, որովհետև օրենքը այլ բան էր ասում։ Եթե օրենքը այլ բան է ասում, դու պետք է օրենքով գնաս։ Եթե քեզ դուր չի գալի օրենքը, պետք է փոխես օրենքը։ Շատ հաճախ դիմում ենք նաև ազգային ժողովի մեր գործընկերներին, բայց process-ը դանդաղում էր, գնում էր, խրվում էր եւ այդպես էլ չէր իրականանում։ Տեսեք դուք Երևանի կառավարման օրինակը բերեցիք ընտրություններից հետո, որ համագործակցություն եղավ օրինակ ՔՊ-ի եւ հանրապետության միջեւ։ Այս առումով դուք չեք տեսնում, որ կարեւոր է, որ երևանցին, քաղաքացին առասարակ ընտրողը իմանա, թե ում հետ է համագործակցելու այս իշխանությունը, որտեղ ձեր խոսքում ասացիք, որ էական չէ, կարեւոր չէ դա։ Ես ասեցի, ձեր պատասխանը տվել եմ կարծում։ Ասեցի կարմիր գծերը ում հետ չենք համագործակցելու, մնացածը ասի, եթե ծրագրի մեր դրույթները անգամ մի օրինակ բերեցի, Սամվել Կարապետյանի ուժի հետ կապված չկրկնվեմ։ Սա նշանակում է, որ մեր ծրագիրը մենք գրել ենք, եթե մեր ծրագրին համապատասխանում է համագործակցությունը, սա քաղաքականությունը, սա պարլամենտարիզմ է։ Դրա մասին է պարլամենտարիզմը։ Հենց այդ ծրագրի շրջանակներում ապա կարող է քննարկվել այդ համագործակցությունը։ Ձեր ծրագիրը նշում ենք 7 կետ է այստեղ, նշանակում հիմնական 7 կետերը։ Ասացիք, որ մյուս կետերը կայքում կան տեղադրվել։ Տեսեք, ընտրություններին արդեն իսկ ովքեր մասնակցում են, իրենք հայտարարել են, որ շարունակելու են, այսպես ասած, Նիկոլ Փաշինյանի կետից անվտանգային խնդիրների հետ կապված։ Դուք ինչ եք անելու, քանի որ այս 7 կետի մեջ չկա նշված։ Կապված անվտանգային կետերի հետ եւ ընդհանրապես պարտավորությունների, որը Հայաստանը ստանձնել է, այո, մենք ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ ասել 0-ից եմ ամեն ինչ սկսում, այդպես չի լինելու, որովհետեւ չի կարելի քանդել այն ամենը, ինչ արված է մինչեւ քեզ, առավել եւս առանց մտածված ամեն ինչ անել, այսինքն պետք է հստակ շարունակվի ուղղությունը, խաղաղության այս process-ը պետք է շարունակական լինի, բնականաբար մենք պետք է տանենք առաջ այս օրակարգը, բայց միևնույն ժամանակ մենք հստակ ուզում ենք ասել, որ կապված այն կարմիր գծերի հետ, որը մենք ունենք, այդ կարմիր գծերը մենք չենք անցնելու։ Այն է, շատ հասարակ բան ասեմ, կա գերազանցիկի սինդրոմ։ Ցավոք սրտի այսօր Ադրբեջանի ղեկավարությունը ինչ պահանջներ դնում է Հայաստանի ղեկավարությունը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կատարում են բոլոր քմահաճույքները, անգամ պահանջները, քմահաճույքները։ Բայց գերազանցիկի սինդրոմը որտեղ է։ Բաներ կա, որ իրենք չեն ասում։ Այս մարդիկ իրենցով են անում։ Որպես գերազանցիկ է, որ պետք չի անել, ինքը անում է։ Օրինակ Արցախ բառը, որ վախենում են ասեն։ Օրինակ Արարատ բառը, Արարատ լեռը ընդհանրապես ինչ-որ տաբու է դառնում։ Ես վերջերս նկատեցիք, որ հանեցին ցեղասպանության թանգարանի տնօրենին։ Ընդ որում դա ձևակերպեցին որպես մեր պետության արտաքին քաղաքականության ինչ որ, հա, շեղում եւ մի արտաքին քաղաքականություն պետք է լինի, բայց որ մենք այսպես մի քիչ ուշադիր նայում ենք, նախ անունը ասեց վարչապետը, բացարձակ չէր համընկնում այն գրքի անվան հետ եւ բովանդակության հետ, ինչը նվիրել է այդ տնօրենը, սա շատ կարեւոր է, եւ դա մաքուր պատմական գիրք էր։ Եթե չեմ սխալվում, հա 1901 մինչև 1921, թե 1905-ից 1921 թվականի, ուրեմն Ադրբեջանում արցախցիների վերաբերյալ բռնաճնշումների մասին, ընդ որում գրքում փաստերով նշված էր այն ամենը, ինչ արձանագրվել է ամերիկյան մամուլում, այսինքն մաքուր, բաց եւ գիտական գիրք է, գիտության մասին է, եւ սրա համար հանել աշխատանքից, սա այդ գերազանցիկի սինդրոմն է, այսինքն այդ բանը չեն պահանջել Փաշինյանից։ Ինքը սա անում է, որ ասի տեսեք, սենց բաներ եմ անում, մենակ հանկարծ մեր վրա չհարցակվեք, որովհետեւ խաղաղությունը ինձ պետք է, որ այս ընտրությունները հաղթեն։ Արարատին դեմ է, բայց արարատյան սալատ։ Տրամպի ուղու մասին մենք մեր դիրքորոշումը արտահայտել ենք մի անգամից, ցավում ենք, որ
այլ պայմաններ մենք չենք կարողացել հետեր ունենանք, բայց ՔՊ-ի վարած քաղաքականության շնորհիվ կարծում դա առավելագույններ կամ մոտ առավելագույնին ինչ այդ պայն կարելի է ստանալ եւ ամենակարևորը այդ պայն կանխվել է պատերազմը եւ ամենահետաքրքիրն է որ դրանից հետո էլի ՔՊ-ն իրեն իրավունք է վերապահում, ասել որ իրենք բերել են կներեք, չէ, այդ բառը չէ, որովհետև իրենք այդ բառը այնքան են ասում, արդեն այդ բառի իմաստն է կոյ։ Այսինքն նաև իրոք շատ տարօրինակ է, որ իրենք ասում են, որ բերել են խաղաղություն։ Իսկ այն ժամանակ ասում են հեսա պատերազմ է լինում։ Եթե ընդդիմադիր ուժերը հաղթեն խորհրդարանական ընտրություններում, ապա պատերազմ կլինի, այս մասը ինչ ասեք։ Նախ ցավում եմ, շատ եմ ցավում, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը այդ ամենա սենց ասեմ չընդունված մեթոդներին են դիմում, որպեսզի վերարտադրվեն։ Իսկապես շատ եմ ցավում, որ ժողովրդին վախեցնելով, ամեն ինչ մենակ թե վերարտադրել, ժողովրդին վախեցնում են, աղաբեկում են, շանտաժի են ենթարկում, որպեսզի իրենք այնքան որ իրենք նորից գնան եւ շարունակեն իրենց կառավարումը։ Նախ ես քանի որ ճարտարագիտական համալսարան եմ ավարտել եւ մաթեմատիկային շատ մոտիկ կանգնած մարդ եմ, մաթեմատիկորեն եմ ուզում խոսել։ Այսինքն իրենց ասելով ինչն է, որ եթե իրենք չեն ընտրվում, չէ, ապա լինելու է պատերազմ, խաղաղություն չի լինելու։ Լավ, այդ ինչ է նշանակում, որ իրենք պետք է անընդհատ մեր ամբողջ կյանք իրենք ընտրվեն, ենթադրենք 20 տարի հետո են պետք է ընտրվեն, այդ 25 տարի հետո կարող է չընտրվեն, պատերազմա լինելու։ Պարզավ չէ, որ չի լինելու։ Շատ վտանգավոր ճանապարհ են ընկել իրենք, որ կապում են պատերազմը եւ խաղաղությունը, մասնավորապես խաղաղությունը կապում են մի քաղաքական թիմի հետ ավելի վատ։ Իրենք կապում մի մարդու հետ։ Լավա չեն ասում, որ ՔՊ-ն չէ, Նիկոլը որ չլինի, խաղաղություն չի լինելու։ ՔՊ-ից երթադրենք Միրզոյանը որ լինի արած, կարող է պատերազմ լինի։ Չեք կարծում, որ դա ժողովրդի մեջ վախի անբարոյական եմ համարում, ցեղասպանություն տեսած պատերազմներ տեսած ժողովրդին վախեցնել պատերազմով։ Դա անթույլատրելի եմ համարում, այդպիսի բան չկա։ Չկան քաղաքական թմեր, որոնք գալիս են ու ուզում են պատերազմ անեն, չկան, որովհետև դա խելամիտ չի։ Պատերազմ անելու համար կամ մտքի համար առնվազն, հա, մարդիկ պետք է գնահատեն իրավիճակը։ Պարոն Մարությյան, ձեր հետ կապված կա մեղադրանք ԿՊԱ-ականների կողմից, որ պատերազմի քեշ շրջանում դուք 4 անուն գույք վաճառել եք ըստ ձեր հայտարարագրի 590 միլիոնի գույք վաճառել եք եւ ձեր շահերի կենտրոնը Հայաստանը չեք տեսնում, ու ձեզ հարցադրում էին այս համատեքստում հնչեցնում, թե դուք ել ոնց եք պատկերացնում Հայաստանը ղեկավարել, երբ ձեր կապիտալը Չեխիայում է, ձեր երեխաները Չեխիայի քաղաքացի են, խնդրում եմ այս հարցերին պատասխանել։ Շատ շնորհակալ եմ։ Ինչպես միշտ, եթե այդպես են ասել, ես ձեր խոսքերն եմ ասում պատերազմի օրերին, դա նույնպես ստում են, եթե այդպես են ասել, կամ միգուցե իրենք խառնում են Ուկրաինայի պատերազմի հետ, հա, որովհետև դա 22 թվին էր եղել, եւ ես մշտապես ցավում եմ, որ այդտեղ էլ ես չգիտեմ ով է ասել, ինչ մասնագետ է ասել, ցավում եմ, որ այդտեղ էլ իրենք բացարձակ ոչ մի պատկերացում չունեն բիզնեսի մասին, պատկերացում չունեն ներդրումների մասին եւ այլն, ես իմ ամբողջ կյանքը ներդրումներ են կատարում անշարժ գույքի մեջ եւ այդ ներդրումները եւ Հայաստանում են եւ Եվրոպական միությունում են, ոչ միայն Չեխիայում, նաեւ Ավստրիայում, նաեւ այլ երկրներում եւ անընդհատ դա փոփոխվում է, այսինքն դա մաքուր բիզնես է։ Այն ժամանակ, երբ որ միտեղ էժանանում է գույքը, հա, հակառակ երբ որ միտեղ թանկանում է, դա վաճառում ես, երբ որ էժանանում է, գնում ես, այնուհետեւ փոխում ես, այս պայն մեկ մեղադրում են այդ, հետո մեղադրում են, ասում են շենքակառուցում, բանում, մոնումենտում, չէ՞, ասում են դե մատ իրար հետ խոսացեք, մեկը ասում է ծախում է, մեկը ասում է կառուցում է, կողմնորոշվեք, պարոնայք։ Այսինքն բնականաբար սա մանիպուլյացիաների դաշտից է, ասեմ ավելին, շատ անգամներ վարկեր են վերցրել հենց Եվրոպական միության երկրներից եւ այստեղ գույքեր են ձեռք բերել։ Ալմարության թույլտվեք մեկ հարցել, ես դա մայ դուք ձեր խոսքում նշեցիք, որ Սա եւ ավարտենք, հա, շնորհակալություն։ Ես շատ շնորհակալ եմ ձեզ։ Միամսյակի բանն է։ նշեցիք, որ ձեր պլան մաքսիմումը դա իշխանափոխությունն է, միևնույն ժամանակ նշեցիք, որ եթե ձեր չափանիշներին ինչ-որ ուժեր չհամապատասխանեն, ուրեմն նրանց հետ դաշինքներ չեք ձևավորի, բայց այստեղ ես որոշակի, այսպես ասած, պարադոքսալ իրավիճակ տեսա։ Հիմա եթե ստացվի, որ պլան մաքսիմումի համար ստիպված լինեք միավորվել ԱՊԱՆ-ի հետ, Բելարուսի հետ,
Ռուսաստանի հետ, մյուսների հետ։ Կգնաք այդ խայլը, որովհետև ձեզ եւ մյուս ուժերին մեղադրում էին 23 թվականին, որ այ երբ միասնություն, այսպես ասած, տեղի չունեցավ, դրա համար կփն քաղաքապետարանի, այսպես քաղաքային իշխանություն ստանալու։ 23 թվականի մաս ուզում եմ անպայման նշեմ, որ 23 թվականին եղավ այդ բանը եւ քաղաքական ուժ առնվազն այնտեղ երկու ընդդիմադիր քաղաքական ուժ կար, հանրապետություն կուսակցությունը, որը իրեն հռչակել էր ընդդիմություն, բնավ ընդդիմություն չէր, այսօր արդեն բոլորը դա գիտեն, որ դա ուղղակի ԿՊ-ի էժանագին պածել կենա, հա, այսօր այն ժամանակ դեռ մարդիկ չգիտես ինչի չէին հələ տեսել, բայց ամբողջ ընթացքում դա երևաց, այսինքն մնաց երկու քաղաքական ուժ, մի քաղաքական ուժը հայտարարեց, որ առանց ոչ մի նախապայմանների ձայները տալիս է մեզ, որպեսզի ձևավորվի քաղաքային իշխանություն, մյուս քաղաքական ուժը ուղղակի խաբեց ժողովրդին, որովհետև ինքը չուներ այդ ձայները, ինքը ուներ 7 մանդատ, այդ 7 մանդատից 2 մանդատ կրողը մեկը գտնվում էր բանտում, մյուսը գտնվում էր արտերկրում։ Եվ իրենք այդ մանդատները վայր չդրեցին, որպեսզի այլ մարդիկ վերցնեն մանդատը եւ կարողանան գալ ընտրության եւ ընտրություն կատարել քաղաքապետի։ Սա շատ հստակ պետք է ֆիքսել, որովհետեւ մարդիկ նրբությունները չգիտեն, ես սա ուզում եմ ֆիքսել, այսինքն տապալեցին այդ process-ը, ինչպես էր կուսակցությունը հանրային ձայն կուսակցությունը տապալեց այս process-ը, սա պետք է ֆիքսել։ Ինչ կապված է պարլամենտական, հա, ընտրությունների հետ, ես ասեցի, որ պարլամենտարիզմը դա ծրագրի մասին է, պարլամենտարիզմը դա ժողովրդի տված քվեի այդ ծրագրի համար ժողովրդի տված քվեի մասին է։ Եվ եթե այդ ուժերը, որոնց հետ մենք, հա, եթե պետք է նստենք սեղանի շուրջ բանակցենք, եթե ընդունում են մեր այդ ծրագրի կետերը, եթե չեն ընդունում, դրա համար մենք ունենք ծրագրամը մաքսիմում եւ ծրագրամը մինիմում։ Դրա համար մենք ունենք այդ ծրագրերը մաքսիմում եւ մինիմումը, որովհետեւ մեզ համար մեր սկզբունքները շատ կարեւոր են։ Եվ մեզ ձայն են տալի մարդիկ, հենց մեր սկզբունքների համար մենք չենք կարող այսօր ասել, գիտեք, մենք տեսնում ենք մեր զարգացումը Եվրոպայում, մեկ էլ գնում ես միավորում ես ուժի հետ, որը բացարձակ չի տեսնում մեր զարգացումը Եվրոպայում։ Այսինքն եղավ այն, որ ձենը մարդիկ ինչի համար մեզ տվել են, մենք իրենց նորից խփում ենք։ Դրա համար գոյություն են բանակցություններ, պարլամենտարիզմը այդ բանակցությունների մասն է։ Եթե մենք ուշադիր հետևենք եվրոպական պետություններին, այնտեղ շատ ամենաանհավանական անգամ միավորումներ են լինում հանուն ծրագրի իրականացման, որովհետև գալիս են ինչ-որ կոնսենսուսի, այնուամենայնիվ ասում են, օքեյ, քո ծրագրի այս մասը կանենք, իմ ծրագրի այս մասը եւ ի վերջո կարողանանք գնալ առաջ։